դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո անկախության հռչակագրի հիմքում, սա առաջինը մի բան։ Դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը եւ ում օգնության պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում դրանից, ով ուզում է լինի։ Սա շատ պարզ տրամաբանություն է։ Եվ ես էլի ասում եմ, մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Բայց էլի եմ ասում, եթե մենք չենք առերեսվելու, եթե մենք չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը, չի փոխվելու։ Այսօր էլ նոր բան ենք ցե բերանները, բանը երաշխավոր, ես էլի ասում եմ, մենք երաշխավոր արդեն ունեցել ենք, ընդ որում էլի եկեք գնանք 1850-ականներ Սան Ստեֆանոյի պայմանագիր, այն ժամանակվա երաշխավորներով, էլի գերտերություններով, Հայաստանի բանի ինչ էր, բարենորոգում, չգիտեմ, բարենորոգումների ծրագիր, կետերով, դրանից հետո Բերլինի կոնֆերանս 16-ը դարավ 61, թե 61-ը դարավ 16, մենք չենք հասկանում, որ մեր հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունները այնա, պատճառն այնա, որ մենք թույլ ենք տվել անդադ մեզ օգտագործեն ուրիշների դեմ, դրանը դնելով երաշխավոր, չգիտեմ ինչ, եւ իմիջայլոց, որ մի հատ էլ հարց տակ, գիրքը մոտս այդ մասը բան եմ արել, ես մարկերով նշել եմ, ես մեջբերումներ կանեմ, եթե իհարկե չեմ մոռացել գիրքս։